Էջմիածնի պետական արհեստագործական ուսումնարանի փորձարարական այգու տնկիներն արդեն հասակ են առել։ Այգին հիմնել են այգեգործականի ուսանողները, որոնք տեսական գիտելիքներին զուգահեռ նաև վարձատրվող աշխատանք են անում ուսումնարանի գործընկեր կազմակերպություններում։ Բաց դռների օրվա շրջանակում ապագա այգեգործները ներկայացել են իրենց տաղավարով։ Որպես տնտեսության գերակա ուղղություն, ասում են, այգեգործությունն ամենապահանջվածներից է։ Ունենալով զարգացած այգեգործություն, մենք կարող ենք նաև մեր տնտեսությունը զարգացնել։ Իսկ դրա համար էլ պետք է գիտելիք, այն ինչ որ տարերայնորեն արվել է, մինչև այսօր հիմնել են, մշակել են եւ այլը եւ ունեցել են ուղակի բերք, այսօր մենք պետք է ունենանք հատնտիր բերք։ Մենք պետք է մրցունակ լինենք ոչ միայն մեր երկրի սահմաններում, այլ նաեւ սահմաններից դուրս, որովհետեւ կարողանանք իրոք տնտեսության արդյունավետության մասին խոսել։ Կրթական հաստատության մյուս բաժինների ուսանողները, խոհարարները, ոսկեգործները, վարսահարդարները, ավտոմեխանիկներն ու խառատները ևս ձեռքբերումներ ունեն։ Նրանք նույնպես տաղավարներով էին ներկայացել։ Գաստրոնոմիական հետաքրքրություններով այս երիտասարդները խոհարար դառնալու ճանապարհն են ընտրել, հետագայում սեփական գործ դնելու հեռանկարով։ Այս մասնագիտությունը այնց է, որ սիրելով չես կարող անես ու պետք է ունենաս ստեղծագործ միտք, համ էլ պահանջված մասնագիտություն է։ Ես կընդունվեմ աշխատանքի, հետո իմ սեփական ռեստորանն եմ ուզում բացել։ Նարեկն էլ 10 տարեկանից է երազել ոսկեգործ դառնալու մասին։ Ուսումնարան է եկել երազանքի հետևից եւ արդեն հասցրել մատանիներ, ականջողեր ու կախազարդեր պատրաստել։ Իմ պատրաստած մատանիները ամեն աշխատանքից ամեն բան նորից եմ սովորում եւ ավելի եմ հմտանում մեր մասնագիտության մեջ։ Հələ չենք վաճառում, բայց կգա ժամանակը, որ մենք թանկարժեք մետաղներից կպատրաստենք, որ վաճառենք։ Հիմի մենք աշխատում ենք ոչ թանկարժեք մետաղներով։ Վառ երևակայություն եւ հմուտ ձեռքեր, սա էլ արհեստը արվեստի մակարդակի հասցնել ձգտող այս ուսանողու երազանքն է։ Իմ մասին դեռ կլսեք, ասում է։ Մեր գործը հենց արվեստ է, քանի որ եթե չունենանք լավ միտք ու չունենանք լավ աշխատող ձեռքեր, չեն կարող հաճախորդի միտքը, հաճախորդի ցանկությունը չեն կարող հասցնել իր ուզածին։ Բաց դռների ձևաչափը նաև հարթակ է ուղղված դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը։ Ուսանողներին հյուրընկալած աշակերտներին, թեև բոլոր տաղավարներն են հետաքրքիր, եղան նաև առավել գրավիչները։ Ինձ ավելի շատ դա խոհարարությունը դուր եկավ, մեկ էլ վարսավիրությունը։ Երկուսն էլ փորձեցի, դուր եկավ։ Շրջանավարտները, եթե չեն գնում բուհական կրթության հետևից, շատ արագ աշխատանք են գտնում, իսկ խառատներին եւ այգեգործներին գտնում են գործատուները հենց սովորելու ընթացքում։ Մենք մեծ հնարավորություն ունենք շփվելու գործատուների հետ։ Այս ընթացքում մեր ուսանողները անմիջական շփում ունենում գործատուների հետ, շատ գործատուներ իրենք են ընտրում մեր ուսանողներին, ավարտելուց հետո իրենց մոտ աշխատելու համար։ Լավագույնները միշտ էլ աշխատանք են ճարում։ Արժանացել է լավագույն այգեգործ պատվավոր կոչմանը։ Ուշադրությունից դուրս չմնացին լավագույն այգեգործն ու լավագույն ոսկեգործը, որոնք տուն գնացին պատվոգրերով։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։